ասում են, էլի, ավտորիտար։ 98 թվականին իմ հիմնական մրցակիցը եղել է Կարեն Դեմիրճյանը։ Ինչ էր աշխատում Կարեն Դեմիրճյանը, հիշում եք։ Ինքը եղել է Հայ էլեկտրո գործարանի տնօրենը, իր տղան Ստեփան Դեմիրճյանը եղել է պետական սեփականություն հանդիսացող Մարս գործարանի տնօրենը։ Կարեն Դեմիրճյանի շտաբի կեսը եղել են այսպես կոչված այն ժամանակ այդ տերմինաբանությունը կար կարմիր տնօրեններ, այսինքն նախկին սովետական ժամանակ այդ գործարանների տարբեր տնօրենները, որոնց մեծ մասը սեփականաշնորհել են այդ գործարանները վաուչերներով 93, 4, 5 թվականներին։ Չէ, ավելի ուշ մի քիչ։ Հիմա ինձ ասեք, քրքրեք, հանեք, քանի հարկային դեսանտ է իջեցվել Հայ էլեկտրոյում կամ Մարս գործարանում, քանի մարդ է այն ժամանակ այդ կարմիր տնօրեններից ձերբակալվել, կանչվել, ահաբեկվել, 0։ Ինչ այդքանը չէինք ֆայմում, կամ կարծում եք, թե մենք չէինք հասկանում, որ ինչ կարգի ազդեցություն կարող ենք ունենալ, օրինակ, գործարանի տնօրենի վրա, որը վաուչերներով, օրինակ, սեփականաշնորհել է գործարան։ Չենք արել։ Եվ ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանը շարունակում էր աշխատել պետական սեփականություն հանդիսացող գործարանում։ Ստեղ մեկը Մոսկվայից եկել է մի բան ասել է Շմիածյանը, միանգամից կալանավորվել է, որ ստեղ այդ կապ չունի Սամվել Կարապետյանը, բայց ես ձեզ շատ կոնկրետ օրինակներ եմ բերում։ Սև ու սպիտակի չի բաժանվել, մենք որպես իշխանություն չենք բաժանել երկիրը սև ու սպիտակի։ Իսկ հիմա ինչ է, դու եթե ինչ-որ մի բան չես ընդունում, վերջ, թշնամի ես կամ ռուսի շպիոն ես, կամ մեկ ուրիշի շպիոն ես, կամ ընդհանրապես սև ես։